Արդեն մեկ օր է ինչ Ծափաթաղ գյուղը դարձել է լուռ, բայց անսահման հուզիչ վայր: Ամբողջ համայնքը սպասում է մի լուրի, մի հույսի, որը կարող է կոտրել այս ծանր լռությունը: Երեկվանից ի վեր շարունակվում են 3 տարեկան Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները, որոնք ընդգրկվել են ոչ միայն գյուղի տարածքը, այլ հարակից անտառներն ու գետի ափերը: Այս փոքրիկ տղայի կորուստը ցնցել է ոչ միայն Գեղարքունիքի մարզը, այլ ամբողջ Հայաստանը: Բոլորն աղոթում են, սպասում, գուցե այս անգամ հրաշք տեղի ունենա: Տիգրանը ըստ հարևանների նախօրեին մանկապարտեզից վերադառնալուց հետո իր 5-ամյա եղբոր հետ դուրս է եկել տնից: Դրանից հետո փոքրիկն այլևս չի վերադարձել: Հենց այդ րոպեներն են հիմա փորձում վերականգնել փրկարարները, ոստիկանները, հարևանները, քայլ առ քայլ հասկանալու համար, թե որտեղ կարող էր գնալ 3 տարեկան Տիգրանը: Համայնքի ղեկավար Դավիթ Գզողլյանի խոսքով երեխան կորել է տան մոտակայքից: Ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել, բայց առայժմ արդյունք չկա, նշել է նա: Մանրամասներ Գզողլյանը չի հրապարակել, նշելով, որ աշխատանքները շարունակվում են անընդհատ: Արտանիշ համայնքի վարչական ղեկավար Ռոբերտ Շուշանյանը հավելել է, որ Տիգրանը մենակ չի եղել: Նրա հետ եղել է 4 տարեկան մի երեխա, որը խոսքի հետ կապված որոշակի խնդիրներ ունի և չի կարողանում մանրամասներ պատմել, ինչ է տեղի ունեցել: Այդ հանգամանքը շատ է բարդացնում փրկարարների գործը: Այժմ փորձում են հասկանալ երեխայի շարժման ուղղությունը, հիմնվելով ենթադրությունների, հետքերի և գտնված իրերի վրա: Այսօր առավոտյան գյուղացիներից մեկը Նյուզէյեմի եթերում պատմել է մի հանգամանք, որը նոր հույս և միաժամանակ անհանգստություն է առաջացրել: Գյուղից քիչ վերև գետի ափին հայտնաբերվել են հագուստի կտորներ, սպիտակ մայկա և այլն, սակայն մինչև այժմ հակասական կարծիքներ կան: Ոմանք ասում են դրանք Տիգրանի հագուստն են, մյուսները պնդում են՝ ոչ: Գյուղացիներից մեկը պատմել է. եղբայրներից մեկն ա եղել հետը տարելածովի ափերը մանածել, բայց մի քիչ բարձրանում ես մի սպիտակ մայկա ու ներքնաշոր անկած, մեկն ասում ա իրենն է, մյուսը չէ, չգիտեմ: Այս խոսքերը հնչում են ցավով, բայց նաև հույսով, գուցե այդ իրերը ինչ-որ հուշ թողնեն փրկարարներին, որ գտնեն փոքրիկի գտնվելու վայրը: Ինչ է հայտնի ժամը 12:30-ի դրությամբ՝ որոնողական աշխատանքներին ներգրավված են հարյուրավոր մարդիկ: Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից, Գեղարքունիքի մարզային վարչությունից, համայնքային ոստիկանության 5 բաժիններից մոտ 150 ոստիկան, փրկարար ծառայությունից ևս 150 ծառայող, կինոլոգներ հատուկ պատրաստված շներով և ավելի քան 200 կամավոր տարբեր համայնքներից: Գործի են դրվել նաև անօդաչու թռչող սարքեր, ջրային որոնման սարքեր և հատուկ ջերմատեսիլ տեխնիկա: Փրկարարներն անընդհատ շարժվում են խմբերով, ուսումնասիրելով յուրաքանչյուր քարը, յուրաքանչյուր թփի տակ: Նրանց կողքին գյուղացիներն են, ովքեր առանց մտածելու թողել են ամեն ինչ իրենց տնից, այգուց, գործից և եկել են օգնելու: Ծափաթաղի սահմաններն այս օրերին լքված են մարդկանց լուռ աղոթքով: Ամեն քայլափոխի լսվում են միայն հրահանգներ, շների հաչոց, փրկարարական մեքենաների ձայներ: Գիշերը մարդիկ չեն քնել, հերթով կանգնելով պահակության, որ որոնումները չդադարեն ոչ մի րոպե: Արդեն երկրորդ օրն է Ծափաթաղը չի ապրում իր սովորական կյանքով: Գյուղի կանայք հավաքվել են ու տղամարդիկ փնտրում են: Յուրաքանչյուր գյուղացի իր ձևով է օգնում: Ոմանք թեյ են բերում փրկարարներին, մյուսները բահերով մաքրում հին արահետները: Մարդիկ խոսում են շշուկով, կարծես վախենան խանգարել այդ լուռ աղոթքին: Երեխաների ձայները չեն լսվում, բակում անգամ շները լուռ են: Գյուղը սպասում է լարված, բայց հույսով: Մեր Տիգրանն ա, մենք պիտի գտնենք նրան, ասում են բոլորը: Հույս դեռ կա: Չնայած ժամանակն անցնում է, բայց փրկարարները վստահ են դեռ հնարավոր է ամեն ինչ լավ ավարտվի: Երեխան փոքր է, կարող է շեղվել, վախենալ, թաքնվել որևէ տեղում: Այդ իսկ պատճառով որոնումները շարունակվում են մի քանի ուղղությամբ և ցամաքային և ջրային: Այս պատմությունը միավորել է բոլորին՝ պաշտոնյաներից մինչև կամավորներ: Տիգրանը դարձել է յուրաքանչյուր հայի աղոթքի անունը: Բոլորն ուզում են, որ այս պատմությունն ունենա մեկ ավարտ: Տիգրանը գտնվի, վերադառնա իր ընտանիքի գիրկը և Ծափաթաղի լռությունը կոտրվի մանկական ծիծաղով: Թող այս գիշեր Ծափաթաղում հնչի այն միակ լուրը, որին սպասում են բոլորը՝ գտնվել է Տիգրանը: